Սրբազայի պաշտպանական խմբի անդամ Երեմ Սարգսյանի հետ, պարոն Սարգսյան, խնդրեմ մանրամասնեք նախ այսօրվա դատական նիստում ինչ պրոցես է մեկնարկելու, ինչի համար ենք այստեղ, նաև մեր լսողների համար։ Դատական նիստի ընթացքում պետք է ըստ էության պրոցեսուալ փուլով անցնենք բողոքների քննարկմանը, բայց մինչև բողոքների քննարկումը մենք որոշակի միջնորդություններ ունենք, հենց հիմա չեմ ասել, սա դատական պրոցես սկսի, այդ ժամանակ կիմանաք, կոնկրետ միջնորդություններ կա, որոնք որ պետք է քննարկվի, որից հետո նոր անցնենք բողոքների քննարկմանը։ Այսինքն դատախազ ունի բողոք եւ մենք ունենք բողոք, դատանը պետք է քննարկի թե առաջին հերթին բողոքն է ներկայացվում, դրանից ելնելով յուրաքանչյուրի բողոքից հետո մեր դիրքորոշումներն է բողոքների հետ կապված, դատախազը մեր բողոքի կապակցությամբ, մենք իր բողոքի կապակցությամբ, այսինքն քննություն պետք է տեղի ունենա, բայց միջև այդ մեր միջնորդությունների քննարկումը։ Դատախազությունը պատժաչափն է բողոքում։ Նորից չէ։ Պատժաչափն է դատախազությունը։ Իրականում աբսուրդ բողոք է, որովհետև իրենք ընդհանրապես 6 ամսվա խնդիր են բարձրացնում, բայց օրենքը ասում է պատժաչափի մասով բողոք կարող ես ներկայացնել, եթե ակնհայտ մեղմ է պատիժը։ Այսինքն որևէ մեկը չեմ կարծում տրամաբան օրենք ասի, որ 6 ամիս այս պարագայում այդ ակնհայտության խնդիր է տալիս, էլի որ այ 6 ամիս որ վերև լինի, արդարացի կլինի, բայց որ 6 ամիս ներքև է ակնհայտ անարդար է, սա աբսուրդ է։ Իրենք ինչպես միշտ ուղղակի բողոք են բերել մեխանիկական գործողությունների առումով։ Իրենք անում են մի բան, որը որ արդեն sense կարծեք թե մեխանիկական պրոցեսով է իրենց մոտ բողոքը պարտադիր բերել, էս անել, են անել։ Ինչ տեղեկություններ ունեք դեռ Սրբազանը որքան կմնա առողջապահության հիմնարկում։ Այս բան դժվար է ասել։ Վիճակը ինչպես է գնալու։ Այս բանը եկեք մենք հիմա դրա մասին չխոսեմ, մենք բժշկական փաստաթուղթ ենք նաև ներկայացնելու դատարան, այնտեղ ըստ անհրաժեշտության թե որքանով կբացահայտենք, այնտեղ տեղի կունենա, ըստ բան առողջականի մասին չխոսեմ, քիչ հետո դրա մասին իմանալու եք, էլի։ Հայտնի է, որ Միքայել Սրբազանին հիվանդանոցում չեն տալիս հաղորդություն ստանալ, հա, մասնակցել այդ պատերակներին։ Այստեղ իրավական առումով ինչ որ գործողություն կա անելու եւ արել եք։ Միանշանակ իրավունքի խախտում է այստեղ, այսինքն այն ինչ որ իրենք են անում, բոլոր հնարավոր եղանակներով օրենքը խախտում են եւ դրա հետ կապված, այո, որոշակի գործողություններ կա, որ կձեռնարկենք, եւ ձեռնարկվում են, բայց մեր համար եկեք այս բանը դրան չբացահայտենք, բայց իրավասու մարմինները երբ որ իրենք ովքեր արգելում են, իրենց վերադասների հետ կապված կոնկրետ գործողություններ կան, նաև այստեղ քննարկում ենք դատական կարգով հնարավորությունները։ Բայց մի բան ակնհայտ է, որ այստեղ այն աշճանի են հասել իրենք, որ նույնիսկ սովորական հավատքի, կրոնական ազատության իրավունքը կամ այս հաղորդություն ստանալու իրավունքն են փորձում խոչընդոտել, որը արդեն ոչ միայն իրավական չի, այլ նաև բարոյականության հետ կապված խնդիրներ առաջացնում։